Փառքնեժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր արժանապատիվ սասնածերերին։ Ազգային ժողովրդական բևեռը ընտրական ընտրացուցակում քվեաթերթիկում համար 8-ն է։ Սիրելի անություն, եթե իսկապես ուզում եք ապրել հզոր եւ ընդարձակ Հայաստանում, ինչու եմ շեշտում ընդարձակ, խոսքի ընթացքում կասեմ, հիմքերը կան, սա ուղղակի այդ Նիկոլենց կամ Ռոբերտեն Սերժիկենց ասած երազանքը չէ, սա բան է, որը պետք է տեղի ունենա, ես արդեն ավելի քան համոզվում եմ, այսինքն Հայաստանում պետք է լինի գոնե քաղաքական թիմ, որը այդպես մտածում է, ասել է թե մեր նման թիմ, եւ որ աշխարհքաղաքական այս նոր ընթացքը բերում է դրան։ Հայաստանում պետք է գոնե մեկը տենց թիմ լինի, որ այդ թիմի հետ աշխատի աշխարհը, որ պետությունը դառնա այդ մեր ասած ընդարձակը, թե ինչու խոսքի ընթացքում կասեմ։ Եվ այսպես Ռուբիոյի Հնդկաստանով եկավ իջավ Հայաստան, հետո գնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այդ ընթացքում Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հարված թելերը սկսեց ավելի կտրել, հիմա ձուկն է արգելել, ջերմուկն է արգելել, կոնյակների տեսակներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Դե մինչեւ այդ մի երկու բաներ էր արգելել, հա, ծիրան, չգիտեմ, գյուղմթեր։ Եվ MC տպավորությունը ասես թե իսկապես բանը Պուտինը բան է արել էլ, այսպես Նիկոլին դեմ է գնում ու հիմնականում աջակցում է Ռոբերտին եւ Սերժիկին։ Բազմիցս եմ խոսել, այս պահը պետք է կրկնվեմ, բայց որպեսզի խոսքիս մեջ ընդհանրական լինի, ես միշտ ասել եմ, որ Հայաստանը Թուրքիա փոխանցելու ամենահարմար գործիքը թուրքերի համար Նիկոլն է, որովհետեւ այդ մարդը չկա բան, որ սրանց մերժի։ Իսկ որ Հայաստանը Թուրքիա է գնում, տանում են ավելի շուտ, չի գնում, եւ մենք խանգարելու ենք, թույլ չենք տալու իհարկե։ Դա փաստ է, որովհետեւ արդեն Իլհամ Մեգել հասել է Սևանի ափերին։ Ինքը ամբողջ Սյունիքի եւ արդեն Գեղարքունիքի սեղմում է արդեն։ Թուրքն այնտեղ պետք է հասած չլիներ։ Այսինքն կամաց առաջ են եկել արդեն խաղաղ պայմաններում։ Սա նշանակում է, որ մեզ կուլ տալու process-ը սկսվել է։ Հիմա կասեք, բայց Պուտինը ցույց է տալիս, որ Նիկոլին դեմ է, դրա համար Հայաստանի պատժամիջոցների տակ է դնում, Ռոբերտին է ուզում, Սամվել Կարապետյանին է ուզում, Ծառուկյան Գագնին է ուզում։ Ժորժ ջան, խորհրդարանում մինիմում 3 քաղաքական ուժ պետք է ներկայացված լինի ըստ օրենքի։ Պուտինը չի կարող մենակ Նիկոլին աջակցի եւ խորհրդարան գնա տանի Նիկոլին, ասենք էներգոթիմը բավոր, ասենք ազգային ուժ մտան եւ դրանց առողջախին խանգարեցին։ Այսինքն Պուտինը պետք է աշխատի, որ Նիկոլի հետ գնացողներն էլ իր մարդիկ լինեն։ Ինչպես հիմա է։ Այս խորհրդարանը բազմիցս շեշտել եմ, Արցախ է հայաթափել։ Արցախը Ալիևը չի հայաթափել։ Արցախը սրանք հայաթափեցին, որտեղ համարեցին Ադրբեջան, սուսուփուս Ալիևին ասեցին մի քանի ցիստեր բենզին դուր, ժողովրդի ավտոները բենզին լցնենք, ճամփնել բաց թող գան ստեղ։ Ճամփինել գիտենք ոնց ուղարկեց Ալիևը։ Այնպես որ այս խորհրդարանը Թուրքիայի համար շատ հարմար Արցախ է հայաթափել եւ թուրքերի համար եւ ռուսների համար այս տիպի խորհրդարան պետք է ձևավորվի նորից։ Այս անգամ դե Սերժիկը չկա, Սամվել Կարապետյանը պետք է մտնի, որ Հայաստանը հայաթափելու խնդիր եթե առաջանա, եթե Հայաստանը ընդվզի, սրանք ժողովրդին խափեն, տանեն Ռուսաստան կտանեն, ուր կտանեն, հա, Կալուգա կտանեն, թե չգիտեմ եսիմուր կտանեն, Թաթարստան կտանեն։ Պետք է տանեն ժողովրդին, որ տան Թուրքին։ Ալիևը մեզնից զզվում է, մեր հետ չի ուզում ապրի։ Էս է։ Այսինքն Պուտինը, որ իբր թե ցույց է տալիս Նիկոլին հակառակվել է, մեր հացը կտրում է, սրանք էլ անընդհատ ասում են, վայ, տեսնում եք ժողովուրդ ջան, մեզ ընդրեք, որ այդ հացը չկտրվի։ Այսինքն Նիկոլի գործն արդեն իբր հարմարվել է, սրանց է տեղավորում խորհրդարանում։ Էս է գործընթացը։ Հիմա այստեղ մի ուրիշ խնդիր է առաջանում։ Հիմա կասեք, բա լավ, Ամերիկան եւ Ռուսաստանը Հայաստանում սրանց շահերը
հակադրվում են։ Ամերիկան թույլ չի տալիս, որ Ռուսաստանը Հայաստանը փոխանցի Թուրքիային։ Ուզում է ինքը այս տարածաշրջանը նայի։ Հարց է առաջանում, ոնց կարող է տարածաշրջանում հակամարտություն վարող երկու պետության համարել, ասենք, նախընտրել տեխնացու լինի, ասենք, նույն մարդը։ Հնարավոր չէ՞։ Համ Պուտինի համար լինի Նիկոլը, համ Էրդողանի համար Նիկոլը լինի, համ Իլհամի համար լինի Նիկոլը, Մակրոնի համար լինի Նիկոլը, կամ Թրամփի համար, դες բան չի կարող լինել։ Ես նախորդ անգամ ասացա, պայթելու է։ Եվ ինչ են արել։ Եթե Ամերիկայի Միացյալ իր քաղաքականությունը, ասենք, ինստիտուտներով նստում են տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով արդեն որոշում են, որ հնգամյակը, որ տասնամյակը ինչ պրոցես պետք է լինի աշխարհում։ Ռուսաստանում որոշում կայացնողը հիմնականում Պուտինն է։ Դրա համար Ռուսաստանը այս վիճակին է։ Այս Ամերիկայում հաշվարկ են արել։ Իմ պատկերացմամբ Նիկոլը սրանց կադրն է, հապկի կադրն է, ռուս-թուրքական ծրագրի հլու հնազանդ է, բայց նաև կամային հատկանիշներ չունի, ով ինչ ուզում է ինքը տալիս է, Իլհամն ուզում է Իլհամին է տալիս, Պուտինն ուզում է Պուտինին է տալիս, Մակրոնն ուզում է Մակրոնին է տալիս, Ամերիկան ուզում է Ամերիկային է տալիս։ Հիմա սրանք բռնել են Նիկոլին արդեն, որովհետև իրենց հայտարարությունները դա է նշանակում Ամերիկայում, հիմա կանադառնան դրան, որպեսզի Նիկոլը էլ նրանց չտա, մենակ Ամերիկային տա։ Այս ժամանակ արդեն Ռուսաստան կարող է մտածի, բա մեզ Նիկոլ պետք է, եթե պետք է Ամերիկայի ցանկությունը կատարի, մերը չէ, որքան էլ մեր կադրն է, որքան էլ զորով տարել են մեր ձեռքից։ Դե կամակադար է, նրա վրա բան չեն, այն բանի վարչապետը չէր, որ ասում էր ես քո մկնիկն եմ հավատարիմ։ Հա? Օրբան էր ինչ էր Հունգարիայի վարչապետը, որ պարտվեց, Պուտինին, որ ասում էր ես քո մկնիկն եմ հավատարիմ, ինչ ասես ես քո համար կանեմ։ Մենակ քո համար։ Այդ մարդը հավատարիմ մենակ Պուտինին էր ծառայում։ Բայց Նիկոլը այն բանի մարմնավաճառի պես ով ուզի տալիս է։ Այս դեպքում արդեն Կրեմլին ձեռնտու չի լինելու, եթե պետք է Ամերիկայի ցանկություններ կատարի, ուրեմն իրենց ոչ թուրքերին, ոչ Կրեմլին ձեռ չի տալու Նիկոլը։ Ուրեմն սրանք պետք է Նիկոլից ազատվեն։ Այսինքն Ամերիկան անում է մի քայլ, որ ռուսները իրենք հրաժարվեն իրենց տեխնացուից։ Իսկ ռուսները իրենց տեխնացուից հրաժարվում են նավիճոկով, ենթադրում եմ։ Այսինքն Ամերիկան Նիկոլին աջակցելով ռուսներին եւ թուրքերին դնելու է մի իրավիճակում, որ իրենք ձերբազատվեն Նիկոլից։ Ինչու՞։ Այս տնտեսական իբր պատժամիջոցները, երբ որ Պուտինը հայտարարում է, հա Նիկոլի ծնունդին զանգում է, ծնունդը շնորհավորում է, հետևից ոսոր նվեր անի, էլ զուգը չուղարկեք, էլ էս չուղարկեք, այն չուղարկեք։ Դե հասկանում են։ Ուզում ասեմ, իրենք այնպես են անում, որ խորհրդարանում այդ Քոչարյանները, Տաշիր Սամոները, այնտեղ ժողովրդին ասեն, մենք որ գանք, ցուգնել կգնա, ջերմուկնել կգնա, տո ամեն ինչներ կգնա իլ Ռուսաստան կաբրենք։ Այսինքն ինքը տեղավորում է նաև սրանց։ Հիմա Ռուբիոն երբ որ հասավ Ամերիկա, հայտարարեց, որ մենք Հայաստանում լուրջ տնտեսական ներդրումներ ենք անելու, որ Հայաստանը չխեղճանա տնտեսապես։ Այսինքն, եթե Պուտինը ուզում է խեղճացնել, մենք, այսինքն այստեղից արդեն ժողովրդին սիրտ է տալի, հայ ժողովրդին, որ հանգարց այդ տաշիր մաշիններին չտրվեք, կամ Ռոբերտին բանին, որ հեսաբան։ Մենք գալու ենք ստեղ Հայաստանում լուրջ ներդրումներ անենք։ Մարդը բացահայտ ասեց։ Բայց ամենակարևորը գիտեք ո՞րն է, որ Թրամփը, ես իհարկե Թրամփին երբեք լուրջ չեմ վերաբերվել, բայց երբ որ Թրամփը Հայաստանի վերաբերյալ բան է խոսում, ասենք, դա այդ ինքը չի կարող մեր մասին այդպես բան մտածի, էլի, ինքը ունակ չէ։ Այդ հաստատ տեքստ է, որը գրում եւ տալիս են իրեն, որ հայտարարի, որ արդեն ժամանակն է նման բաներից խոսի։ Ինչ ասում Թրամփը։ Ասում ենք Հայաստանին օգնելու ենք, որ ինքը դառնա հզոր, հարուստ
եւ մեծ Great Armenia, այսինքն այն ինչ որ Հռոմում Կոլիզեի պատին դրված է, Կասպիսովից մինչև գալիս ես գնում ես։ Այս ինչ արտահայտություն է, կարող եք ինձ բացատրել։ Ինչ մեծ Հայաստան։ Այսինքն Հայաստան այսօրվա Հայաստանից մեծ, ասեն, եթե այսօրվա Հայաստանը կա արդեն, եթե համարում են Հայաստան, նա ասում են մեծ նշանակում է սրանից մեծ։ Եվ ինչպես։ Ում հաշվի։ Սա պատահական արտահայտություն չէ։ Ուրեմն Ամերիկան իր Վիլսոնի իրավարար վճիռը շրջանառության մեջ է դնելու։ Այս խոսքի հիմքը միայն նա կարող է լինել, այստեղ սուր չեն ճոճելու։ Ամերիկան չի գալու, զորք չի բերելու Հայաստանի համար, մտնի Թուրքիա կամ Ադրբեջան կոտորի։ Միջազգային օրենք։ Եթե Ամերիկայի նախագահը մեծ Հայաստան արտահայտությունն արել է, ուրեմն այստեղ Վիլսոնի իրավարար վճիռը արդեն իր դերը, իր ազդեցությունը սկսելու է գործածել։ Իսկ մեծ Հայաստան Նիկոլն ուզում է, Ռոբերտը, Սերժիկը խոսում են, նրանց պատկերացրած սահմանները դա խորհրդային Հայաստանն է։ Նիկոլի համար 29700 քանիս է, Ռոբերտի Սերժիկի համար 29800 է։ Այսինքն սրանց պատկերացրած Հայաստանը ու Ալիևի պատկերացրած Հայաստանը նույնն է։ Հասկանում եք։ Ալիևի պատկերացրած եւ Նիկոլի, Ռոբերտի, Սերժիկի, Տաշիկ Սամոյի, Ծառուկյան Գագիկի, որովհետեւ սրանք Արցախը Հայաստան չեն համարում։ Նախիջևանը, Արարատը, Արարատ լեռը նկատի ունեմ։ Տրապիզոնը, սրանք Հայաստան չեն համարում։ Իսկ եթե Ամերիկան ասում է մեծ Հայաստան, բայց մեծ Հայաստանը կերտող կամ այդ գործընթացը տանող քաղաքական ուժ պետք է լինի։ Դրանց մեջ չկա այդ ուժը։ Եվ Հայաստանում փառք ասո կա մեկ ուժ, որի համար ոնք, այսինքն մենք ոչ մի թիզական ենք, որոնց համար Հայաստանը դա Վիլսոնի իրավարար վճռով մոտ 5.5 անգամ ավելի մեծ Հայաստան է, քան սա։ Եվ եթե Ամերիկան ասում է մեծ Հայաստան կերտելու է նման քաղաքական թիմի հետ։ Եվ քանի դեռ Պարսկաստանը այս վիճակին է եւ Ամերիկան անգամ $1 տրիլիոն է առաջարկել, որպեսզի ներդնի եւ Պարսկաստանի տնտեսությունը վերականգնի, ինչ-որ էլի դիմադրում են, ինչ-որ պարսիկները մտածում են այդ փողը դրեց իրենց կառնի, իրանց կամքը կթելադրեն։ Ամենայն դեպս եթե պարսիկը խելքի չգա, այս տարածաշրջանում կարող է 20-30 տարի հետո Պարսկաստանի դերն էլ Հայաստանը ստանձնի։ Եթե Ամերիկայի ասած մեծ Հայաստանը իրականություն է դառնում, իրենք ավելի լավ է Հայաստանի հետ այս տարածաշրջանում գործ ունենան, քան թե պարսիկի հետ։ Եթե։ Իսկ եթե դու ուզում ես, որ այս ամեն ինչը իրողություն դառնա, Ամերիկայի ասած մեծ Հայաստանը իսկապես կայանա, ուրեմն պետք է Վիլսոնի իրավարար վճռով առաջնորդվող ազգային ժողովրդավարական բևեռին ասել է, թե Սասնա ծռերին տանես խորհրդարան։ Առանց կրակոցի միջազգային իրավունքով Ամերիկայի աջակցությամբ դեր դառնալ Հայաստանին։ Եվ վերջ։ Հրախալությամբ։